Այսօր սովորականի պես դուրս է եկել քայլելու, հերթական սովորական օրներ, ոնց որ միշտ։ Առավոտյան 1 րոպեի ընթացքում ինձ մոտեցան երկու տարբեր կրոնական կամ աղանդավորական կազմակերպությունների հոգևորցներ, տարբեր։ Առավոտները սովորություն ունեմ քայլելու։ Հոգևորցներ մոտեցան, այն հույսով, որ ես պետքա իրանցից մեկը դառնամ։ Բնականաբար քաղաքակիրթ ձևով մերժեցի։ Ես հասկանում եւ ընդունում եմ, որ մեր սահմանադրությունով ցանկացած դավանանք, կրոն կամ համոզմունք ընդունելի է, բայց դա չի նշանակում, որ ամեն քայլափոխի մեզ պիտի անհանգստացնեն սույն անձինք։ Ես դուրս եի եկել լիցքաթափվելու, դրական էմոցիաներ ստանալու, ոչ թե հակառակը։ Փաստորեն արդեն դրսում հանգիստ քայլել էլ չենք կարող։ Ես արդեն պատկերացնում եմ ծնողների վախերը իրանց երեխաներին ամեն օր դուրս ճամփելուց հետո։ Ես հասուն մարդ եմ, նման բաների եմ հանդիպում, բա այդ երեխեքն ինչ ասեն։ Հարգելի հոգևորցներ, ձեզ մի անվճար խորհուրդ, ընդհանրապես դուք եք մարդկանց փորձում ինչ-որ ճիշտ ուղու վրա դնել կամ ինչ-որ տենց խորհուրդներ տալ Աստծու անունից եւ այլն, բայց եկեք այս անգամ ես ձեզ մի խորհուրդ տամ, որը 100%-անոց աշխատող բան է, ի տարբերություն ձեր սխալ ռազմավարության։ Նախ եւ առաջ, մարդկանց չի կարելի մոտենալ եւ հրավիրել ձեր խմբակ, հա, տենց կոչեմ, որովհետեւ ոչ մի խելքը գլխին մարդ չի գալու, չի ասելու, հա, եկեք միանամ ձեզ, չի ասելու, այո, ես համաձայն եմ, եկեք ես էլ միանամ ձեզ։ Ձեզ միանալու են նրանք, ովքեր սեփական խելք չունեն։ Դե ոնց հասկանում, ձեզ հենց այդ էլ պետք է, որ մարդը սեփական խելքը չունենա։ Բայց ամեն դեպքում ձեր թիրախը ես գիտեմ, որ սեփական խելք չունեցողները չեն։ Հա, ինչ էի ասում։ Միլիոնանոց խորհուրդ տամ ձեզ։ Ձեր կրոնական խմբակին մի գեղեցիկ անուն մտածեք, էջ բացեք, մի շատ սիրուն փիլիսոփայություն հորինեք, այդ հնադարյան Նավթալին խորհուրդները ջնջեք, 21-րդ դարին համապատասխան խորհուրդներ եւ պրակտիկ բաներ գրեք, ինչու՞ չէ նաեւ գրանցեք ձեր գրքերի մեջ, որը ոչ թե խանգարելու է մարդուն ապրել, այլ օգնելու է մարդուն։ Ես գիտեմ, որ ձեր թիրախը այն մարդիկ են, ովքեր կորուստ են ունեցել, ինչ որ ցավի մեջ են, ինչ որ խնդիրներ ունեն, առանց դրա իրանք ձեզ չեն միանա։ Ցանկացած կրոնական կազմակերպության է սա վերաբերվում։ Ոչ մի անհոգ, առողջ, առանց խնդրեմ մարդ երբևիցե չեք տեսնի, որ միանա ինչ որ կրոնական խմբի։ Դա լինում է այն ժամանակ, երբ մարդը ունի խնդիր։ Գոնե ինչ որ կարգին փիլիսոփայություն այդ մարդկանց տվեք։ Մի քանի օրինակ տամ, իսկ դուք կարող եք որոշել, ինչ անել այս ինֆորմացիայի հետ։ Օրինակ, ձեր գրականության մեջ առաջին տողում պիտի լինի սա. ոչ ոք, ոչ ոքի, ոչինչ պարտավոր չէ։ Երկրորդ կետ. մենք բոլորս ապրում ենք մեզ համար, առաջին հերթին մեզ համար, հետո նոր մյուսների համար։ Լավ, մոռացեք ինչ որ ասեցի, կարևոր չի։